Փորձեմ ներկայացնել ձեզ ուրանի դիրքը երկորյակի կենդանակերպում ըստ կենդանակերպերի այդ կյանքի ոլորտների։ Ուրանը երկորյակի կենդանակերպ մուտք գործեց ապրիլի 26-ին, միանգամից փոփոխություններ է լինելու երկորյակների եւ աղեղնավորների համար։ Երկորյակների առաջին տուն, աղեղնավորների 7-րդ տուն։ Անսպասելի փոփոխություններ սիրելի երկորյակներ, նրանք, ովքեր համացանցում են աշխատում, ինտելեկտուալ աշխատանքով են զբաղվում, նրանք, ովքեր նույնիսկ աշխատում են փոխադրամիջոցների հետ, պետք է նորացնեք ձեր գիտելիքները, տեղեկատվությունը, պետք է դասընթացների գրանցվեք, արտաքին տեսքի շտկումներ կարող են լինել սիրելի երկորյակներ ձեզ մոտ, որովհետև ուրանը փոփոխություններ է տալիս, ուրան տալիս է նորագույն տեխնոլոգիաների միջոցով, ամբողջական այդ ձեր դեպքի հատվածում կարող է փոփոխություններ լինել, անճանաչելի եք դառնալու սիրելի հետևորդներ, սիրելի երկորյակներ, ուշադիր եղեք անզգուշության պատճառով չհայտնվեք խնդիրների առաջ, որովհետև ուրանը այնինչ փոխեց հնարավոր է անդառնալի լինի, հա, բայց դրական փոփոխությունները ձեզ հնարավորություն կտան, որպեսզի փոխեք ձեր կյանքը դրական միտումներով, նորարարական մեթոդներ թող մուտք գործեն ձեր կյանք, կրթվեք, ինչպես ասում են ուրանի դեպքում կրթվելը նորաձև է, այո, այդ նշանաբանով էլ մեր երկրում հենց երկորյակի կենդանակերպի ազդեցության տակ ծնված այդ ղեկավարը նա հենց այդ նշանաբանով էլ շարժվում է։ Անցնենք աղեղնավորներին, աղեղնավորների 7-րդ տունն է։ Սիրելի աղեղնավորներ, ձեր դեպքում հնարավոր է, որ դուք ձեր անձնականը դասավորեք, բայց դա կարող է լինել չգրանցված ամուսնություն, որտեղ ուրանը ազատ հարաբերություններ է սիրում, երկորյակը դա ձեր նախկին դասընկերը կարող է լինել, որին 42 տարի կամ 21 տարի առաջ մերժել եք, նաև ձեր շրջապատում, ձեր այդպես գործընկերային, զուգընկերային հարաբերությունները միանգամից կարող են փոխվել, նորացվել, նրանք, ովքեր կրկին ասում եմ ինտելեկտուալ դաշտում են, դրանք ծրագրավորողներն են, համացանցում ակտիվություն ցուցաբերող մարդիկ, նրանց կյանքը միանգամից կփոխվի եւ շատ հավանական է, որ հենց դուք դառնաք հանրային մարդ, ձեր կողակիցը, ձեր զուգընկերը մեծ ճանաչում կունենա եւ նաև ձեր կքաշի այդ հարթակներ հեռուստատեսություն, ռադիո եւ նմանատիպ դաշտեր։ Շատ հավանական է, որ աստղաբանություն սովորեք եւ ձեր շրջապատը ընդլայնվի այդ ոչ սովորական գիտելիքներով զբաղվող մարդկանցով, դրանք են աստղաբաններ եւ մնացած այլ մասնագետներ, որոնք ոչ սովորական մասնագիտություններ ունեն։ Անցնենք առաջ, փորձում եմ բանավոր կազմակերպելու այսօրվա հաղորդումը, ասեմ ձեզ սիրելի հետևորդներ, պատրաստ չեմ, բայց ուրանը պետք է որ ինձ տա կրեատիվություն եւ ես կփորձեմ ձեզ համար ոչ սովորական կանխատեսումներ կատարել։